Արև ձեզ, իշեցիք ինձ։ Էլի աշխատավարձ եք բաժանում։ Ոչ մի բան մենք չունենք բաժանում, սուրճ ենք։ Բա ինչի գումարը փախցրեց ընդեղեն։ Ինչ գումարը փախցրեց։ Դե գումար ոչ մի հատ չի եղել։ Ցավոտալի է գումար բաժանեմ որ եկել եմ ես անում։ Տեսել ենք, մի հատ։ Ეხան գարան։ Այդ ինչ ցուցակագրում էր Մորփուջան այս անգամ։ Ցուցակագրում։ Հա, բայցիկ, այդ ֆոտոգրաֆիա։ Ցուցակագրում չունեմ։ Չէ, ես տարածքում լիազոր եմ։ Ինձանից տեղեկանք էր ուզում բնույթներ բերել։ Ես կարդում էի, ասում էի, որ երբ որ հանգիստ կնեմ վաղը մյուս օրը, այդ ժամանակ էլ այդ տեղեկանք։ Նկատեցի, որ մի քանի քաղաքացիներ էլի գումարում են դուրս գալի, ես չեմ նկատել։ Ստեղից գումար ոչ մի հատ չի եղել։ Շատ բարի։ Մենք գումար չունենք։ Այստեղ նստած երիտասարդը ձեռքը գումար էր եւ անմիջապես պայեց։ Ինչ էի կանում այդ գումարը։ Ես երիտասարդը չեմ, ու ես երիտասարդի։ Եթե դուք ասում եք այստեղի լիազոր ներկաշեք, դա մարը բացում։ Լիազորն է, սակայն նորից եմ կրկնում, մեր մոտից գումար չի բաժանվել։ Այդ ցուցակները ինչի պայեցիք, բա։ Ինչ ցուցակ։ Նոր ցեղանին որ դրված էր։ Արդեն ինձանից տեղեկանք էր ուզում, ես կարդում էի իր տեղեկանքի ձևը, որ իրանից խնդրել եմ։ Ես տարածքի լիազոր եմ։ Էլի եմ կրկնում։ Իժեցիք մոտ 1 ամիս առաջ էլի այստեղ եք։ Լավ եք արել եկել եք։ Մենք գիտենք, որ դուք գալու եք։ Մենք ոչ մի բան չունենք։ Մենք հալալ արդար ընտրություն ենք անում։ Մենք սպասում ենք բոլորին։ Ինչ լիազոր թուղթ։ Ցուցակները անցյալ անգամ ցույց եք տա, որ խնդրեմ ցույց կտաք, այդ ինչ թուղթ եք տալիս, որ ասում եք եկեք։ Ես պրովոկացիոն հարցեր տալի։ Մի րոպե տղաս։ Ես ցուցակ չեմ տեսել։ Քաղաքացին, ես տարածքի լիազոր եմ, իրան տեղեկանքա պետք առավոտյան ինչ որ գումարները լավ, ասում եք ինչ շտաբում այդքան հսկայական գումար տեսել եք։ Չէ, եթե դուք այստեղի լիազոր ներկայացնեք, սեղանի մոտ նստած տղամարդու ձեռքին մեծ թվով գումար 5000 դամոց գումարներ էր։ Ինչ։ Մոտ 100,000-ից ավել գումար կլինի։ Լսեք, դուք ոնց եք տեսնում, որ մենք կույրենք չենք տեսնում։ Ես ուզում եք հենց հիմա անջատեմ այս տեսանյութը, դիտենք միասին։ Ես նման տեղեկատվություն չունեմ, ու ես չեմ կարող, երբ որ գլուխս կռացրած տեղեկանքի բնույթն եմ կարդում, որ քաղաքացուն բացատրեմ իրականում, ես այդպիսի տեղեկանքը, որ կարդում եմ, պատասխանատու մարդ եմ, պետք է ես հասկանամ ինչ եմ տալու տեղեկանքը։ Շատ բարի, ասեք Տարոն Մարկարյանի շտաբում ինչ տեղեկանք եք տալիս քաղաքացին։ Լսեք, ես չեմ ասում տեղեկանք։ Ես էլ եմ կոնդի բնակիչ ենթադրենք։ Ինչով ինչ հարցով կարող եմ ձեզ դիմել, որ օգնեք այստեղ։ Ես խնդրում եմ, դուք կոնդի բնակիչ չեք։ Կոնդի բնակիչը անկախ նրանից ընտրություն չի, քաղաքական, չգիտեմ, միջավայրը թե ոչ, պարզապես հարց կանոնը նրանում հասարակ քաղաքացին գալիս է ընտրության, զուգահեռաբար ուզում է ինձ տեսնի իրեն հուզող հարցերը հետագայում լուծելու, դգած քո տեղեկանքը կտամ, ինքն էլ պնդում էր, որ դա ինձ առավոտյան է պետք, ես էլ ասեցի, որ ես չեմ կարող տալ այս պահին տեղեկանք։ Դա կգաս մեր տուն, տեղեկանքը ես կձևակերպեմ, կկարդամ, համահունչ կլինի կտամ։ Լավ, եթե այդ ամեն ինչ օրինակ շատ բարի Մարկո ջան, ես բան չունեմ, եթե այդ ամեն ինչը այդպես ինչպես դուք եք ասում, նորմալ ընթացակարգ էր, ինչի ես իրար անցումն եղա ուզում հասկանալ։ Ուր էր իրար անցում։ Պես Մարդը նստած էր սուրճ էինք ուզում խմեին, հավաքում էինք որ սուրճ խմեին։ Մարդիկ ձեզ տեսնում են, փախչում են։ Ինչու։ Այս սուրճն էլ դուք ուրիշ բանի եք վերածում, ախր ոնց կարելի է։ Չէ, ես ընդամենը հարց եմ տալիս, գումար տեսա, ուզում եմ հետաքրքիր ինչ է։ Ես չեմ տեսել։ Եթե մարդ կա, հիմա ես կարող եմ հանել գումար, Լավ, այս տեսեք սեղանի վրա ամբողջությամբ թղթեր ուզում եմ հասկանամ, եթե տեղեկանք էր, շատ բարի, դուք ձեր բայց Տարոն Մարկարյանի շտաբում ուզում եմ հասկանամ, ինչ տեղեկանք, այսինքն ինչ հարցով կարող են ձեզ դիմել։ Մի փոխեք միտքն ու իմաստը։ Քաղաքացին եկել է ընտրության զուգահեռաբար ուզում էր տեսնել պայմանավորվել, երբ գա մեր տուն տեղեկանքի։ Ես էլ կարդում եմ, լինում է որ փաստաթղթերը պետք լինում, իրանք քիչ չեն բերում այդ փաստաթղթերը։ Քանի որ եկել էր ուզում եմ տեսնել ինչ։ Հա, ուղղակի ընտրությունից առաջ եկել էր ձեզ մոտ։ Ընտրությունից առաջ, ես չգիտեմ ինքը մտել է թե չէր մտել, չեմ էլ իմանում։ Ասում եք զուգահեռաբար ընտրությունից առաջ։ Ձեր անունը Սիսակ։ Սիսակ ջան, տղաս, ես ուրիշ բան եմ ասում, դուք ուրիշ բան եք վերլուծում։ Չէ, հարց եմ տալիս բարձրապես, ասում եք զուգահեռաբար։ Խնդրում եմ։ Շատ բարի։ Քանի քաղաքացի են, այս մոտ 1 ժամվա ընթացքում քանի քաղաքացի մտան դուրս եկան ձեզանից այդ։ Մենք բացի ակտիվիստներից ոչ ոք չի եկել, մենակ այդ մեկն էր։ Մոտ 30 րոպե այստեղ կանգնած եմ, մեծ թվով։ Ես տեղեկություն չունեմ։ Ես դուրս ու ներս արել եմ։ Չէ, բայց ձեզ մոտ են մտնում, ես ներքևից տեսանկարը հանել եմ։ Այ հիմա այն տղաներն են մեր մոտ։ Ինչ կա։ Մեր ակտիվիստներն են մտնում ու դուրս գալիս։ Կամ էլ թե չէ, իրանց երեխեքը գալիս են, մամա, սոված եմ։
Մամա, ինչ պետք է եփենք։ Ախր դուք ամեն ինչը վերա։ Գալիս են այստեղ ում են ասում մամա սոված։ Ակտիվիստները։ Ուսում հասկանամ սա զբոսայգի է ինչա, պարզապես ընտրությունից առաջ մտնում են այստեղ ինչ են անում։ Եթե դուք կոնդեցի եք, դուք կոնդի մտածելակերպը հասկանալ, դուք կոնդեցի չեք, դրա համար չեք հասկանում։ Նրանց համար մեկը հարսանքատուն կլինի, դպրոց կլինի, չգիտեմ։ Շատ բարի, բայց այդ Վանյանը այդ ձեր ասած այդ սուբյեկտիվն ինչ որ անուն պետք է ունենա, չէ՞, այսինքն սա ինչ տեղա որ ձեր ասած ընտրությանը զուգահեռ գալիս են այստեղ իրենց Զուգահեռ չեն գալի, մարդը եկել է տարածք ընտրությունա կամ էլ չգիտեմ ինքը մտնելու չէ մտնելու ես գիտեղյակել չեմ։ Հարց են ինքը եկել է ասում է ինձ տեղեկանք ա պետք։ Տեղեկանք։ Ինչ տեղեկանք, այստեղ դուք տեղեկանք եք տալիս։ Ես տվեցի տեղեկանք։ Չէ, հարցնում, ինչու են ձեզ դիմում։ Դուք շատ եք երկարացնում։ Ընդամենը ես ձեզ բացատրում եմ։ Մարդուն չեմ ուզում 10 անգամ տանեմ մերկում բերել, որ բացատրեմ այդ տեղեկանքի համար ինչ փաստաթուղթ դուք պետք է բերի, որ ես կարողանամ տեղեկանք տամ։ Շատ բարի, եւ ձեր անուն ազգանունը։ Բայց ես չհասցրեցի, Սոնյա Եղյան։ Ես չհասցրեցի։ Հա, դուք հանրապետական կուսակցության տեխնացու եք նաեւ։ Ինչ կա դրա։ Ավականու տեխնացու եք։ Չէ, շատ բարի, այսինքն տեխնացուները ինչ են ընտրողները գալիս ձեզ դու մտում։ Դուք ավականու տեխնացու եք։ Իմ մոտ ընտրող չի եկել։ Դուք նաև քրեական գործի շրջանակում եք անցնում, որը իդեպ կարճվեստանոց է։ Ես ոչ մի քրեական գործի հետ կապ չունեցող մարդ եմ։ Ձեր անունը այդտեղից եմ հիշում դրամատիկին Սոնյա։ Բայց դա քրեական գործը դրեք մի կողմի վրա, ես քրեական գործի հետ մասնակից ոչ մի։ Չէ, նշեցի, որ կարճվեց, ամեն դեպքում ձեր անունազգանունը այդտեղ։ Հարցին հարցով եմ ասում։ Չէ։ Ինչպես դուք։ Շատ լավ է։ Ես նկատում ձեր անունազգանունը այդտեղից գիտեմ։ Սիսակ ջան, խնդիր չկա, շատ հաճելի է տղաս։ Ես շատ մարդկանց հետ եմ հարաբերություններ ստեղծում, բայց դրացիական վերաբերմունքով, որովհետև ես բարի մարդ եմ ու վատ բաներ չեմ։ Շատ բարի, ես ուզում ճշտեմ, միգուցե դուք, չգիտեմ, ձեր թաղամասի բնակիչներն են, ինչպես դուք եք ասում, եկել են ձեզ օգնությամբ կամ ինչ-որ մի։ Օգնության չեն եկել, մեկը մյուսի հետ մի խառնեք։ Լավ, հիմա եթե ձեզ ցույց տամ այդ տեսանյութերը, որ մարդիկ են մտնում եւ այստեղ էս տղա երիտասարդի ձերքին գումարը, դուք ինչ որ բան դա ձեզ կասի, որ ցույց տամ։ Բայց երիտասարդի ձերքի գումարը դուք իրա տղան չէ։ Ինչ գումար էր։